Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Ժամը 7-ն է։ Այսօր շուտ եմ աշխատանքի գնալու։ Եփեմ, դուք էլ ձեր եփեք։ Եթե դուք էլ ինձ պես շուտ եք արթնանում եւ գնում աշխատանքի։ Գիշերը շատ ուշ եմ քնել, ժամը 2-ն էր։ Ինչը վերջացրի, այստեղ իմ շուրջը հավաքեցի, ժամերը կռան։ Տորթը այստեղ եմ պահել, ամենալավ տեղը։ Գազօջախի մեջ։ Ինչ համով է բույրը։ Ռավոտ շուտ շղթող կացնենք։ Այսպես, ընտիրություն։ Մոտեցնեմ։ Ահա։ Բայց երեդեորներ ջան, ուզում եմ մի քիչ քաղցրաջուր անել, ուլեցնել վրան։ Եթե ուշ չլիներ, կսպասեի կհովանար ու նոր կանեի այդ քաղցրաջուրը, ձեզ բարի գիշեր ասելուց հետո այստեղ շուրջս հավաքել եմ, այս էլ դեռ չէր հովացել, դրա համար դրեցի գազօջախի մեջ ու հիմա այսօր կանեմ, բայց ընդհանրապես քաղցրաջուրը շաքարաջրով ենք չէ անում, բայց ես ուզում եմ մեղրով անել, իմ մեղրի փոքր բանկան էստեղ է, չեմ բացել, պնդվել է, այս բաժակի մեջ, մի քիչ ջուր, սառը, սենյակային ջերմաստիճանի, շատ պետք չէ, հիմա տեսնեմ, այստեղ վերևում հարվարեսն է, մի քիչ զեբրանիկով, այս փարտերը տալով, մեղրի համար նախատեսված և կարելի ասել մեկ թեյ գտալ չափաբաժնով լավ պտտում եմ մեղրի մեջ, ահա, սիրելի հետևորդներ ջան, առավոտ շուտ քաղցր միացա ձեզ, թող մեր օրը լցվի քաղցրությունով, այսպես Ճիշտ է քաղցրը տեղներ, բայց երբ որ այսպես թեթև քաղցրաջուր ենք լցնում այս տիպի տորթերի վրա, դե ամեն դեպքում ինքը նույնպես համարվում է բիսկվիթային տորթ ու քանի որ կրեմ չեմ անելու, հատկապես այդ պատճառով տեղին կլինի, որ քաղցրաջուր լցնել, այն էլ մեղրով քաղցրաջուր, մեղրաջուր Ջրի մեջ մեղրը գիտեք, որ դժվար է խառնվում, այսպես տաք ջրով չի կարելի, եռման ջրով չի կարելի հատկապես, և շուտով կբացվի մեղրը, կարող է նույնիսկ այսպես սկսել թաթախել, մեղրը ինքը հալվող հատկություն ունի, այսպես, ինքը աստիճանաբար կքաշի իրեն, Մինչև ես աշխատանքից կգամ, ես էլ արդեն քաշված կլինի իրեն և շատ չորություն չի զգացվի ուտելու ժամանակ այսպես շատ ընտիր է ստացվում այս տարբերակով կոֆես էլ արդեն եփվում է Ուշ լինեմ, աչքիս առաջ չթափվի։ Այսպես կոֆեն պատրաստ է։ Այս բաժակս, ապսեն այս կողմ եմ դրել, դեռևս խառն է ինձ մոտ։ Կապետը ոչ երեկ եկավ, ոչ էլ այսօր է գալու։ Տեսնենք։ Ուրիշ տեղ նույնպես գործ է անում և արդեն 2 օր է չի եկել։
Ես էլ ուզում եմ, որ ինչեր նոր տարի վերջացրած լինեմ, խոհանոցս էլ հավաքվի, մյուս սենյակներն էլ հավաքվի, որ կարողանամ տոներին լավ պատրաստվել, մաքուր։ Այդպես, առավոտ շուտ որ վեր ենք գնում, գիշերն էլ ուշ ենք պարկած լինում, մի քիչ հազիվ ենք չէ, արթնանում, բայց դե ինչ արած, երբ որ մեր հերթը առավոտյան ժամերին ա լինում, ասեմ, որ կեստրույքով եմ աշխատում, սիրելի հետևորդներ ջան, դրա համար էլ երբեմն 2 օր, 3 օրով ամբողջովին ազատ եմ լինում, համենայն դեպս այս դեկտեմբեր ամսին, որը շուտով կվերջանա և շուտով կդիմավորենք գալիք նոր տարին, եք չեր էսպես կարող եմ կաթացնել, չի խանգարի, ավելի լավ, այ, մի կոմ կոֆե, մի քիչ թարմանամ, ուշ ժամի չուզեցի խմել, գիտեք, որ կոֆե ասեր եմ, բայց այդ ժամին չուզեցի, ուշքս մենակ այստեղ շուրջս հավաքելն էր, որ այ այսպես ժամը 7-ին վեր եմ կացել, գազօջախս մաքուր լինի, շուրջս մաքուր լինի, այսպես ընտիր, քիչ կաթեցնեմ, շատ լավ է, և այսպես, մինչև իմ կոֆեի խմելը, այդ ընթացքում աստիճանաբար այսպես, այս մեղրաջուրը կտարածեմ մեր միասին թխված զեբրայի վրա, այսպես սիրել հետևորդներ ջան, նույն ձևով շարունակելու եմ և իհարկե կոֆեն էլ վայելելուց հետո պատրաստվեմ ու գնամ իմ աշխատանքին, արևը դեռ չի ծագել, բայց լուսավորել է մեր երկիր մոլորակը։ Արդեն իսկ փայլում է մեղրից։ Էլ ոչ մի կրեմ պետք չէ։ Սիրելիներս մոտեցրել եմ, որ տեսնեք, որ այս մեղրի համար նախատեսված փոքր գդալը չի վնասում տորթի երեսը։ Հակառակ այս անցքերով ջուրը իր հետ վերցնում է, քաղցրաջուրը, այս պարագայում մեղրաջուրը և տեսեք, թե ինչքան սիրուն փայլում է, ահա, այսպես, այսքանը թողնում եմ քիչ անց, մինչև որ կպատրաստվեմ, արդեն ուզում եմ, որ սա մի փոքր իրեն քաշի, որ չծորա եզրերով, կոֆես վերջացրել եմ և գնամ պատրաստվեմ։ Շուտով արևը կծագի, ես էլ գնում եմ աշխատանքի, որից հետո կմիանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից տուն եմ գնում, զարդարանքներով հասել են այստեղ, իսկ իմ պատկերասրահում ձնաբեր ամպեր են, բայց ասեմ, որ արև էլ կա, կտտվեմ, արևը հասել է այս կողմ, սիրունա չէ, դա իհարկե, գնամ տուն, լիքը գործեր ունեմ։ Ես եկա տուն հասա իմ աշխատանքից, սիրելի հետևորդներ ջան, այնքան ուժեղ քամի էր, տեսակ չէ ինձ հնավեր ամպերը,
Այստեղ գնումներ եմ կատարել, դա եմ ուզում հանել։ Հայելուս համար 3 հատ փոքր էլեմենտ եւ իմ սիրելի մազերի ներկը Garnier-ի 9-ի 1-ը։ Շատ ափսոս, մեկն էր, թե չէ 2 հատ կվերցնեի, չճարվող ներկը, նաեւ ասեմ, որ թանկացել է։ Այդպես, քանի էստեղ եմ, իմ հայելու էլեմենտները փորձենք միասին, սիրելիներս, եւ տեսնենք, ճիշտ եմ վերցրել, ես տեղադրեմ ներքևում։ Ոյ, ես եմ փակել եւ ամուր եմ փակել, երեք ավելի հեշտ բացեցի, ստեղ են ասել չէ, երեք լավ էր, քանց թե այսօր ուշ կսել իմ հավերի մեջ, ասիրել հետևորդներ ջան, մի հատելի նայեմ այս կողմից, հենց որ արևը մայր մտնելու ժամն ա լինում, ներքևի մասն են գնում, որ վերջի շողերը վայել են, բայց այստեղ, կարծես թե երկար եղողները չի ուզում ինձ օգնած լինի, այո, արի, բացվիր, այ կես մկրատով անեմ, չէ, մկրատով խազել կքաշի, ինձ թվում է ես, որ շտապելիս եմ լինում, հենց դրանից է, սիրելի հետևորդներ ջան, գործերս ժամը ուշացնում եմ և բացվեց, դե լավ եմ, մտածում էի արդեն լրվել է այստեղ, հիմա, պլյուս մինուսն էլ վերցնում ենք, եթե չտեսնենք էլ, այսպես տեսանելի աչքով, սիրելի հետևորդներ ջան, ապա այս պրուժինները, որ կա, այս հարթ մասը պրուժինների վրա, և արդեն հեշտությամբ կարող ենք տեղադրել, մեկ պրուժինը վերև, կենտրոնում, հետո մյուս ներքևում, և հարթ մասը նորից սեղմում ենք պրուժինների վրա, հեշտ միանում է, այսպես, շատ լավ, հենց որ դրսից շոքած գալիս ենք անմիջապես, հատկապես այս շրջանում, որ պարտադիր շարֆիկներ ենք կապում, ես որ առաջին հերթին իմ շարֆիկն եմ հանում, հետո նոր արդեն վերնաշորս, սիրելի հետևորդներ ջան, նախքան որ կմիացնեմ, ասեմ, որ այսօր եղանակը այնպիսին էր, որ իմ կարճտև շուբան եմ հագել, ահա, շատ եմ սիրում, տաքուկ է, թեթև է և պուպուշ է, ահա, թևերը այսպես բացվում է, և ինչ ատի դուր գալիս այս տեսքը, այստեղ ամրակներով միանում է, ոչ տեսանելի, դե այստեղ էլ արդեն սիրուն այս զարդը, հիմա սիրելի հետևորդներ ջան, տունը տաք է, երևի շուբաս էլ հանեմ, որ ավելի ինձ լավ է զգում, այստեղ քիչ դրսի օդերը գնայր վրայից ու նոր դարակում, հիմա ազատվեցինք տաքուկ շորերից, տունը տաք է, սիրելիներս, հիմա, քանի որ իմ հայելին սենսորային է, էկրանի վրա սեղմելու տեղ ունի, և այդ տեղից եմ միանում, մի հատ ես փորձարկեմ սկզբից, լույսը եզրերին է միանում, ահա տեսնում եք դուք այդտեղ, 3 ռեժիմի տակ է, և երրորդը, 4-րդում արդեն անջատվում է, հրաշալի, շատ էի հավանել և չեմ փոշմանում, որ վերցրել եմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս ամենը այստեղ թողնում եմ, իհարկե տուփը այլևս պետք չէ, սա ինձ հետ կվերցնեմ, կտանեմ, սա նույնպես, սա նույնպես, կգնամ հավերից կկերակրեմ, կգամ, ցորեն կտամ, որ այդ ամենը շատ արագի մեջ լինի, ձեզ էլ ինձ հետ չեմ տանում, որ իսկապես բոլորը արագի մեջ լինի, և գնամ գործիս նայեմ,
քամին դեռ շարունակվում է, սիրելի հետևորդներ ջան, դուրս եմ եկել, որ գնամ հավերից ցորեն տամ, ու իմ սիրուն պատկերասրահը, բա ոնց ցույց չտամ, ասում եմ կարող է ձին գա, այս քամին էլ ձնի տեղ է բացում, կամ էլ նկարեմ Սուրենյանի համար ուղարկեմ, ասեմ շնորհ գյուղի ձնաբերան բերան, բայց առաջին հերթին մենք տեսնենք իմ լեռնաշղթայի վրա ամբողջությամբ ձնաբեր ամպեր են հավաքվում, կարող եք շերը ցին կա, ուզում եք, սիրելի հետևորդներ ջան, գրեք ինձ, ուզում եք ձյուն գա, շատ սիրուն է ախր, նկարեմ Սուրենյանին ուղարկեմ, լավ, դե գնամ կենդանիներից կերակրեմ, սպասելով ձյան գալուն։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, շատ արագի մեջ իմ կենդանիներին կերակրել եմ, այդ սիրուն ամպերից էլ տրամադրությունս բարձրացել է, ու եկել ու անմիջապես սեպրատ տորթն եմ կտրել, որ իմանամ, ինչ խոսամ դեր հետ, ինչ ասեմ, եղել է, չի եղել, թխվել է, չի թխվել, ու այդպես շարունակ, ահա, կոֆեն եփեց, այդքան ժամանակ է ես այստեղ եմ, հիմա իմ բաժակը ուտեսնեմ ու լցնեմ, այստեղ վերևում, քանի որ այստեղ զբաղվածությունը շատ է, նաև հասցրել եմ մի փոքր ճաշակել սիրելի հետևորդներ ջան և անմահական համ ունի, աննկարագրելի, այդ մեղրաջուրը, որ առավոտը լցրել եմ, քսել եմ, այսպես ասեմ, հա, հրաշք ուղղակի, նույնիսկ մատերից չի կպչում, այսպես, որ իրեն ձեռք եմ տալի, չի կպչում, լրիվ քաշել է ներս։ Հիմա, քանի որ այստեղ մասերի բաժանեցի նաև, մի քիչ էլ գործ արագանալու համար, հա, որպեսզի ես էլ համոզվեմ, արդյոք ամեն մի մասը թխվել է, որպես գազօջախի վրա թխված տորթ, տեսնեմ հում տեղ չի մնացել, հիմա այսպես մոտեցնում եմ ձեզ, հնարավորինս, այո, հրաշալի տեսք ունի, փուչ, և ամեն մի կտորը յուրահատուկ զեբրային աշխեր է ձեռք բերել, բայց ասեմ, որ ավելի շատ կակաոյի խմորն է, ոնց որ հաղթահարել, գնացել միախառնվել է, կամ էլ շերտերում կերևա, երբ որ կտրեմ բարակ, սա այն տորթն է, սիրելի հետևորդներ ջան, որ պետք չէ այնպես կտրել, որ ասենք նման լինի մեղրով տորթին, ծիչի մալակո տորթին, չնայած մեր նախասիրությունը տարբեր է, ինչքան մեծ ընտանիք են դարձել YouTube-յան և ամեքսում ենք մեր նախասիրությունը, մեր ճաշակը, ահա սա այլ մյուս կտորը, արդեն համոզվեցի, որ մաս առ մաս թխվել է և հում չի մնացել, և եթե ձեզ դուր է գալիս, կարող եք փորձել։ Տրամադրությունս ավելի բարձրացավ և հիմա ինչ ենք անում, ճիշտ է մի փոքր կտոր վայելել եմ, բայց էլի շատ մեծ սիրով ուզում եմ ճաշակել, այո, հիմա այս կողմից, թե ինչպես եմ կտրում, ես միշտ այսպես եմ վարվել, սիրելի հետևորդներ ջան, ահա, ապսեն, որ արդեն պատրաստել եմ ինձ մոտ, կտեղավորեմ այդտեղ, քանի որ կրեմով չէ, նաև ինձ հեշտ է այսպես վերցնել, ընձիրություն, հիմա համոզվում է, որ ներսում լրիվ ուրիշ գույներ են, ամեն մի կտորի հետ տարբեր գույն ենք ունենալու, մի տեսակ նենց ոգևորվեցի, սիրելի հետևորդներ ջան, նույնիսկ մտածում եմ, որ կարելի է էլի թխել, ահա, ինձ այսպես իմ վռի մեջ մոտեցնեմ, հրաշալի, այսպես, հագուստս էլ չփոխեցի, որ իսկապես ամեն բան արագի մեջ կատարվի, շատ լավ, գեղեցկություն ուղղակի, շեդևր,
տեսարցիկը կմոտեցնեմ և ցույց կտամ սիրելի հետևորդներ ջան, ինչքան էլ որ իմ բռի մեջ մոտեցրի, ամեն դեպքում կմոտեցնեմ, որ էլ ավելի ձեզ հավիսի բերեմ, իմ կոֆեն եփված է, իմ զեբրատորթը կտրված է, բայց ոնց որ թե մեր տուն մարդ է գալիս, բարակույրը հետ քաշեմ, տեսնեմ ով է, Օյո, սիրելիներս ես արդեն դե գիտեմ ով է գալիս, բայց մեծ արկղով է գալիս, կարծում եմ նվեր ունեմ, գալիս եմ, փաստորեն սիրելի հետևորդներ ջան, հյուրն էլ եկավ, մեծ արկղով եկավ, հիմա այսպես թողնում եմ, բայց կոֆես իմ սովորության մնացայն մի հատ այսպես փակեմ բերանը և գնամ տեսնեմ ինչ են բերել այդ մեծ արկղով իմ համար, սիրտս թրթռում է։ Սիրելի հետևորդներ ջան, մոտեցնում եմ իմ թխած զեբրատորթին, իմ կոֆեն դեռևս այստեղ է, զեբրատորթը անշարժ այստեղ է, ոչ մի պատար, ոչ մի կում, նվերս էլ արդեն ստացել եմ, միջանցքում դրված է, բայց ցավոք իմ հյուրը շատ էր շտապում և ժամանակ չկար ընդհանրապես, որ նստի մի փոքր ու միասին սրճենք, հյուրասիրեմ այս համովությունից, բայց թե հոգ չէ, կարող եմ ես իրենց տուն գնալ հյուր և կվերցնեմ ինձ հետ։ Այնքան ուրախ եմ, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում, ինչպես որ ասել էի կմոտեցնեմ, ահա մոտեցնում եմ, ձեզ էլ հավեսի եմ բերում, ահա տեսեք ինչքան սիրուն է ստացվել իմ թխած զեբրատորթը, բոլոր կտորները լավն են, կոֆես դեռևս ծածկված է, ահա ոչ մի կում, բացեմ, այսպես, բայց նորից եմ փակում, որպեսզի նվերս բերեմ և ձեզ ցույց տամ, պատրաստ եք։ Քանի որ մինչ այս քնած էին և ուզում էի գալու ասել, կարող եք գուշակել, թե այստեղ ինչ կա, բայց արդեն իրենք աղմկում են։ Սիրելի հետևորդներ ջան, երկու շունիկ եմ նվերը ստացել, այո, ու ինչքան լավն եք, հա, խիլոքացակ, հա, քունը տանում է, վայ բուբուս ջան, ձեր քունը խանգարել ենք, ուրեմն հիմա սիրելի հետևորդներ ջան, այս գանձուկներին էլի դնում եմ արկղի մեջ, զբաղվեմ իրենցով, իրենց խնամքով և արդեն աշխարհը իմն է։ Սիրունիկներ, շատ փոքր են, ախր շատ լավն են, սիրելի հետևորդներ ջան, ոնց որ թե խելոքանում են։ Բոլորին հաջորդ վլոգներում ավելի հետաքրքիր կլինի միասին։